Բարև ձեզ, Վանաձորյան օրերը շաբաթվա կարևորագույն իրադարձություններով ներկայանում է ձեզ նախ ներկայացնենք Վանաձորի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցությունը, այն այս անգամ կարճ տևեց։ Վանաձորի քաղաքապետարանի հերթական աշխատանքային խորհրդակցությունն այս անգամ կարճ տևեց։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի համայնքային բյուջեի հավաքագրումը գերազանցել է սպասելիքները։ Նախատեսվածից 7.700.000 դրամ, ֆոնդային բյուջեից է ավել հավաքագրվել, վարչական բյուջեից 6.8 միլիոն, որի մեջ մտնում է նաև աղբանության 808.000 ավել հավաքագրումը։ Քաղաքապետը հանձնարարեց մեծ ուշադրություն պետք է հատկացնել համայնքի կենցաղային եւ սանիտարական մաքրմանը, հատկապես անձրևներից հետո փողոցներում անելիքը շատ է։ Եվ սանիտարական մաքրումը պետք է սանձրևներից հետո բավականին լավացնել։ Մինչև հիմա երբ որ անձրևներ էին գալի, հասկանում էինք, բայց այսօր ես շրջել եմ քաղաքը եւ բարձունքների տակը արդեն պետք է շատ լավ մաքրվի, բարձունքների արագներից դուրս եկած այդ բույսերը ամբողջությամբ արտագաղթի եւ Գրիշա, ամեն 3 օրը մեկ զեկուցեք, թե մեր բրիգադը որտեղ այդ ծավալի աշխատանքները արել և ինչ անեն ամելու։ Ուրեմն, Լևոն, կենցաղային աղբանության աղբարգրների կողքերը նորից նորմալ չի մալելու։ Սամվել Դարփինյանը իրավիճակը վերահսկելու նպատակով կրկին շրջայց է կատարելու։ Հանձնարարական էր տրվել փոխքաղաքապետին վերահսկել քաղաքի էստակադաների եւ կամուրջների բազրիկների մաքրության եւ վերանորոգման աշխատանքները, դրանց ներկումը։ Վանաձորի նշագծման աշխատանքները եւս ուշանում են օբյեկտիվ պատճառներով։ Տիգրան Մեծի վրա լորի ջրմուղկոյուղին աշխատանքներն ավարտում է, դրան հաջորդող ասֆալտապատման ծրագիրն արդեն սկսվում։ Դարոժնիկ ընկերության կողմից Բաղրամյան եւ Երևանյան փողոցներում կատարված տոպանումից հետո հիշյալ տարածքներում հողը նստվածք է տվել։ Աշխատանքը վերանայելու խնդիր կա։ Շաբաթվա ընթացքում վնասազերծվել է 34 թափառող կենդանի, ինչը քաղաքապետը քիչ է համարում, քանի որ բնակիչները շարունակում են բողոքել։ Կանաչապատման աշխատանքները եւս ուշադրության կենտրոնում պետք է պահել։ Անձրևներից հետո բույսերն արագ են աճում, դրանք պարբերաբար պետք է հնձել, ասում է քաղաքապետը։ Հերմինե Զարմանյան, Արտակ Բրության, Վանաձորյան օրեր։ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժինն ամփոփել է բյուջեի կատարողականը։ 2013 թվականի անցած 5 ամիսների ընթացքում քաղաքի բյուջեի մուտքագրվել շուրջ 15.6 միլիոն դրամ ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Հաշվի առնելով քաղաքի բնակչության սոցիալական ծանր վիճակը եւ գործազրկության բարձր մակարդակը, քաղաքի բյուջեի հավաքագրման նման ցուցանիշը վկայում է իրենց պարտավորությունների նկատմամբ քաղաքացիների պատասխանատու մոտեցման եւ քաղաքապետարանի համապատասխան ծառայությունների վարչարարական մեթոդների արդյունավետության մասին։ Քաղաքում բազմաթիվ եւ տարատեսակ խնդիրներ կան կուտակված, որոնց շուտափույթ լուծումը հնարավոր է միայն բյուջեում բավարար ֆինանսական ռեսուրսների պայմաններում։ Վանաձորի քաղաքապետարանը հույս է հայտնում, որ քաղաքի բյուջեի եկամուտների հավաքագրման մասով կատարողականի այս տեմպերը կպահպանվեն մինչև տարեվերջ։ Այլ թեմաների մասին Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի եւ World Vision Հայաստանի մասնագետների հետ հանդիպել են Կուրթան համայնքի երեխաները։ Լոռու մարզի մի շարք համայնքներում իրականացվող ծրագրի նպատակների եւ արդյունքների մասին տեսանյութում։ Երեխաներն են ուսումնասիրում երեխաների իրավունքներն ու խնդիրները, կատարում հետազոտություններ, նրանք Կուրթան համայնքից հասել են Վանաձոր։ World Vision կազմակերպության աջակցությամբ Լոռու մարզի Կուրթան գյուղում 2 տարիքային խմբերի համար անցկացվել են երեխաների իրավունքների պաշտպանության դասընթացներ, ինչի արդյունքում ձևավորվել են երեխաների պաշտպանության թիմեր։ Օգտագործվել է 2 կարևորագույն մեթոդոլոգիա՝ անվտանգ եմ ես, անվտանգ ես դու մանկահասակ երեխաների համար եւ երեխան երեխայի համար մեթոդոլոգիայի կիրառմամբ դասընթացներ են անցկացվել 12-ից բարձր տարիքի երեխաների համար։ Երեխան երեխայի համար դասընթացի ընթացքում ձևավորված թիմի հետ հանդիպում էր կազմակերպվել Լոռու մարզ կենտրոնում։ Մեթոդոլոգիայի նպատակն է, որ երեխաները ծանոթանան իրենց իրավունքներին, ձեռք բերեն որոշակի հմտություններ եւ կարողություններ իրենց իրավունքների պաշտպանության ասպարեզում։ Նրանք փորձում են վերհանել համայնքային այն խնդիրները, որոնք շաղկապված են երեխաների իրավունքների պաշտպանության հետ։ Ձևավորված այս թիմը նախընտրեց հատկապես երեխաների պաշտպանությունը բռնություններից թեման, ինչի շրջանակում էր իրականացնում է հետազոտություններ։ Այդ նպատակով էլ թիմը եղավ Լոռու մարզ պետարանում, զրուցեց ընտանիքի կանանց եւ երեխաների պաշտպանության բաժնի պետի հետ, ապա եղավ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում, օրվա վերջում կազմակերպվեց հանդիպում Վանաձորի շնորհալի երիտասարդների հետ։ Նպատակը այն է, որ իրոք իրենք բարձեն կան բռնություններ ընդհանրապես երեխաների նկատմամբ, թե ընտանիքում, թե հաստատություններում, թե դպրոցներում, եւ եթե կան, ապա այդ որ կառույցներն են, որ պիտի կարողանան պաշտպանեն նման երեխաներին, եւ ինչ պատժամիջոցներ են ենթարկվում այն անձինք, որոնք երեխաների նկատմամբ բռնություն են իրականացնում։ Այն ինչ որ սկսում են երեխաները ու փորձում են իրականացնեն,
մեծերը հարգանքով են վերաբերվում ու հենց վաղ տարիքից երեխաները ձեռք են բերում անհատականության ինքնուրույն գործելու հմտություններ, հետագայում նրանց դերակատարումները կյանքի որակական փոփոխությունների մեջ իմ կարծիքով շատ մեծ կլինի։ Լեռնուհի Գևորգյանը վստահ է, որ երիտասարդ ստեղծագործողների հետ հանդիպումը երեխաների վրա մեծ տպավորություն թողեց, ինչն օգնեց կարևորել իրենց խնդիրներն ու անելիքները համայնքում։ Արդյունքում երեխաները մշակելու են ծրագիր, որը փորձելու են հետագայում իրականացնել։ Ընդհանրապես հավաքել սեմինարների դասընթացների միջոցով այնքանով պատրաստել մարդկանց, որ նրանք լիովին կարողանան պայքարել բռնության դեմ։ Հետազոտությունների արդյունքները ամփոփելով մենք պետք է հասկանանք, թե քանի տոկոսային հարաբերությամբ է կազմում այդ բռնությունների հիմնական տեսակները եւ կարողանանք լուծում տալ այդ հարցին։ Մենք հանդիպում ենք այնպիսի մարդկանց հետ, որոնք թե տարիքի պատճառով շնորհիվ ավելի մեծ կենսափորձ եւ ավելի շատ գիտելիքներ ունեն, թե այս դեպքում տաղանդավոր մարդիկ են եւ նրանք շատ հետաքրքիր մտքեր ունեն եւ որոնք ես ճիշտ եմ համարում, որոնք հենց կոնկրետ ինձ շատ օգուտ տվեցին, որպեսզի ես հասկանամ հետագա անելիքները։ Նրանք նաև վանաձորցի երիտասարդ ստեղծագործողներին առաջարկեցին կազմակերպել աշխատանքների ցուցահանդես Կուրթան համայնքում։ Ոչ միայն առաջարկեցին, այլև քայլեր են ձեռնարկում իրականացնելու համար։ Գևորգյանը վստահ է, որ սա կնպաստի երեխաների կյանքի որակի բարձրացմանը։ World Vision-ը ծրագիրը նախատեսել է իրականացնել 3 համայնքներում՝ Կուրթան, Գարգար, Վարդավլուր։ Կուրթանի թիմը դեռ միակն է։ Հերմինե Զարմանյան, Արտակ Գրության, Վանաձորյան օրեր։ Վանաձորում առաջին անգամ կազմակերպվել էր փողային նվագախմբերի հանրապետական փառատոն։ Մասնակիցները Լոռու մարզկենտրոն էին ժամանել Հայաստանի տարբեր համայնքներից։ Մեկ օր Վանաձորը ողողվել էր տոնական երաժշտության ձայներով։ Փողային նվագախմբերը Հայաստանում թեև երկար տարիների պատմություն ունեն, հայ փողահարներն էլ մեծ վաստակ եւ անուն են ձեռք բերել ամբողջ աշխարհում խորհրդային միության փլուզումից հետո ամեն ինչ փոխվեց, նվագախմբերը ծանր պայմաններում էին գործում, ցածր աշխատավարձ, սակավ գործիքներ, տեղի խնդիր եւ պետական ոչ մի աջակցություն։ Վերջին տարիներին կրթության եւ գիտության նախարարության, գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի նախաձեռնությամբ փողային երաժշտարվեստը մոռացումից եւ քայքայումից փրկելու փորձ է արվում։ Այն արդեն 9 տարի է հաջողված ընթացք ունի, յուրաքանչյուր տարի հնչիր շեփոր հաղթական նշանաբանով փառատոնը հանրապետության տարբեր անկյուններից նվագախմբերին համախմբում է Հայաստանի տարբեր մարզերում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Շեփորի հաղթական ձայնն այս անգամ բոլորին բերեց Վանաձոր, մասնակցեց 13 նվագախումբ, փառատոնի մեկնարկը տրվեց Հայքի հրապարակում։ Հանրապետությունում գործող Փյունիկ հիմնադրամը անցած 2-3 տարիների ընթացքում բավականին լավ գործիքներով ապահովեց հանրապետության մոտ 8-ից 10 նվագախումբ, եթե լավ եմ հիշում այդ թիվը, եւ եթե այդ միտումը շարունակվի, մի 2-3 տարի հետո մենք բոլոր նվագախմբերը արդեն կարող ենք ունենալ նոր գործիքներով։ Զգացված եմ Վանաձորի քաղաքապետարանի վերաբերմունքից, որովհետեւ ստանալով կրթության նախարարի նամակը հրամանով, որ պետք է այս տարի անցկացնենք Վանաձորում, նրանց կողմից մեզ ցուցաբերվեց առավելագույն աջակցություն բոլոր մակարդակներով։ Վանաձորը այն մշակութային կենտրոնն է մեր հանրապետության ամեն ինչով հայտնի եւ իր կոմպոզիտորներով, նկարիչներով, արվեստի տարբեր ճյուղերի մեծատաղանդ ներկայացուցիչներով, որ ինձ թվում է, որ մեկ նվագախումբը քիչ է եւ մենք պետք է աշխատենք, որ այդ նվագախմբերի քանակը ավելացվի։ Շատ գեղեցիկ միջոցառում է, գիտեք, որ փողային արվեստը դա հենց ինքը տրամադրություն ստեղծող եւ բարձր արժեք ներկայացնող երաժշտական մշակութային արժեք է այդ փողային արվեստը, եւ այսօր մենք հնարավորություն կունենանք արդեն մեր քաղաքում նմանատիպ 12 նվագախմբերի տարբեր համայնքների ժամանած մեր մոտ ունկնդրելու, լսելու, նրանք նաեւ համերգային ծրագրերով ելույթ ունենան քաղաքի տարբեր տեղերում։ Կազմակերպիչները տարեցտարի եւ որակական եւ քանակական աճ են արձանագրում։ Կրթության եւ գիտության նախարարության գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սամվել Բալոյանը հիշում է 2004-ին, երբ փառատոնը մեկնարկեց, ընդամենը 6 նվագախումբեր մասնակցում, նախանցած տարի Գյումրիում խմբերն արդեն 16-ն էին։ Անցած տարի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մասնակցեց 6 թմբկահարների նվագախումբ եւ 1 փողային։ Այս անգամ մասնակցելու պատրաստ էր 16 նվագախումբ, սակայն ֆինանսական պատճառներով թիվը կրճատել են։ Մասնակցում է 12 փողային նվագախումբ եւ 1 թմբկահարների։ Մասնակիցները դրական տեղաշարժ տեսնում են փառատոնի դերն այս առումով անփոխարինելի են համարում, սակայն քիչ չեն նաեւ խնդիրները, որոնք դեռևս հաղթահարման փուլում են։ Մարդիկ չգիտեն ինչա փողային գործիքը։ Ինձ թվում է մի քիչ պետք է այդ ներկայացնել, ավելի շատ ցուցադրել փողային երաժշտություն, որպեսզի մարդիկ իմանան ինչա դա եւ իրենց երեխաներին տանեն փողային գործիք սովորելու, որը որ հիմա
մեռնում է ամենուրեք։ Այսպիսի նախաձեռնություններ գրեթե չկա եւ երևի գովազդի ամենալավ միջոցը կարելի ասել, որ այսպես փառատոններից է սկսում։ Նախքան երկրաշարժը, նախքան 1978 թիվը Գյումրիում գործել է մոտ 25-ից 30 հատ օրկեստր։ Ամեն մի գործարան, ամեն մի այդ ագումբ դպրոցները մեկ ու մեջ ունեցել են բոլորը ու ցկտել են միշտ ու լավ պահել են, լավ օրկեստրներ եղել են, միշտ մրցակցության մեջ են մնացել։ Այսօրվա դրությամբ մեր մարզում, Շիրակի մարզում, ես մի օրկեստր եմ մնացել, որը մինչև այսօր կփայփայենք, նայենք վերջին մոհիկաններն են, էլի փայփայենք, նայենք մինչև ինքնին կհասնենք, քիչ կլինի, բայց հույս ունեմ, որ լավ կլինի, էլի։ Այսօրվա դրությամբ մենք պրիմիտիվ գործիքի պահանջներ ունենք, որը չկա։ Երեխաներ շատ գալիս են, գնում են, դե մենք ենք վիբերնդերություններ անում։ Ուղղակի գործիքի պակասություններ կա, դե մի քիչ էլ կարելի ասել այսօրվա ժամանակները երեխաները ցկտում են փող աշխատելու։ Վանաձորի տարբեր պուրակներում ու այգիներում նվագախմբերը մեկ օր տոնական շունչ պարգևեցին բոլոր վանաձորցիներին։ Ամենուր շեփորի ձայն էր, թմբուկների շաչյուն, լսված ու չլսված մեղեդիներ։ Համերգային օրվա ավարտին նվագախմբերը նորից համախմբվեցին Հայքի հրապարակում հրաժեշտի համերգներ եւ պարգևատրությունը։ Հրաժեշտը Վանաձորի նույնքան ջերմ էր, որքան բարի գալուստը։ Շեփորի հնչյունները Վանաձորյան օդում դեռ երկար կմնան։ Հերմինե Զարմանյան, Վանաձորյան օրեր։ Ավարտվեց Հուսոգավատ բակային ֆուտբոլի առաջնությունը։ Ընթացքի ու եզրափակչի հետաքրքիր մանրամասները ռեպորտաժն է պատմում։ Ավարտվեց մանկապատանեկան Հուսոգավատ բակային ֆուտբոլի առաջնությունը, որին մասնակցեց թվով 8 համատիրության նույնքան ֆուտբոլային թիմ։ Պայքարն ընթացավ երկու ենթախմբերի միջև, առաջնությունն անցկացվեց շրջանային մրցակարգով։ Եզրափակչում հանդիպեցին առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, դրանք էին Ջուղտախպուր եւ ուսանողական համատիրությունների թիմերը։ Եզրափակիչ հանդիպումը Վանաձորի մարզադաշտում էր, թիմերը լարված պայքարում էին առաջինը լինելու համար։ Ֆուտբոլի մասնակիտացված դպրոցի տնօրենն, ով նաեւ առաջնության գլխավոր մրցավարն էր, ցավով նշում է, որ անցած տարիներին մասնակիցների թիվն ավելի մեծ է եղել, այս տարի խիստ նվազել է։ Միակ ցանկությունն է, որ համատիրություններն ավելի մեծ ուշադրություն հատկացնեն մարզաձևին։ Մրցումներն ավելի քիչ քանակությամբ համատիրություններ թիմեր ներկայացան, քան անցյալ կամ նախորդ տարիներն են։ Ինձ թվում է այդ կողմից համատիրությունները մի քիչ լավ չեն աշխատել այս մարտահրավերների դաստիարակության գործում։ Ինչ կային մրցումներին անցկացան շատ բարձր մակարդակով։ Մասնակիցների պատրաստվածությունը թույլ էր, վստահեցնում է Հարությունյանը։ Պատճառն այն է, որ երեխաների մեծ մասը ֆուտբոլային պարապմունքների չի հաճախում, հիմնականում անփորձ պատանիներ են։ Վանաձորի քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի եւ սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը Հուսոգավատն ավելի շատ երեխաների առողջ ապրելակերպը խրախուսող եւ նրանց դեպի սպորտ ուղղորդող առաջնություն է համարում։ Այսօր Վանաձոր քաղաքում ֆուտբոլ մարզաձևը մենք մեծահասակների տարիքում առայժմ վարպետ թիմեր չունենք, ոնց ուզում ենք, որ այսպիսի մրցումների միջոցով ի հայտ բերենք լավագույն ֆուտբոլիստների, կազմավորելու մեր հետագա Վանաձորի պատանիների թիմը։ Հանդիպման վերջում հաշիվը հավասար էր, վերջում որոշիչ հարվածների իրացումով հաղթանակ տոնեց Ջուղտախպուր թիմը։ Առաջնության ավարտին առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած թիմերն արժանացան Վանաձորի քաղաքապետարանի գավաթներին եւ պատվոգրերին։ Հերմինե Զարմանյան, Արտակ Բրուտյան, Վանաձորյան օրեր։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Շաբաթվա կարևորագույն իրադարձություններով Վանաձորյան օրերը կրկին եթերում կլինի մեկ շաբաթ անց։ Դիտեք Ֆորտունա, հետևեք մեր թողարկումներին եւ իմացեք համայնքի կյանքից կարևորագույնը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։ Մնացեք խաղաղությամբ։